Ողջույն սիրելի ժողովուրդ ջան, եւ ուզում շնորհավորեմ բոլորիս հաղթանակի հետ կապված, բայց ես մի քանի հարց կուզենայի տալ, օրինակ ընդդիմությանը, ովքեր որ ընտրեցին ընդդիմությունը։ Սկսենք Բարգավաճ Հայաստանից։ Հարազատներ ջան, 20 տարուց ավել է Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, իդեմս Բարգավաճ Հայաստանի քաղաքականության մեջ է, եւ վերջի 5 տարին է, որ ինքը չի մտել քաղաքականություն, բայց մինչեւ 20 թիվը նա պոտենցիալ քաղաքականության մեջ է եղել եւ առավել եւս պորտֆել է կիսել իշխանության հետ միասին տարիներով ու միշտ ինքը անցել է ազգային ժողով նույն բանով ժողովուրդը աղքատ է, փող չունի, գյուղացուն պետք է օգնել, վարկերը պետք է իջեցնել, աղքատությունը պետք է նվազեցնել, մարդը հացի փող չունի, հեսա սով է սկսելու ու ինքը այն մեսիանա, որ պիտի գա ու փրկի հայ ժողովրդին այդ աղքատությունից, գյուղացուն այդ հալածյալ վիճակից եւ այլն։ Հարցս Բարգավաճ Հայաստանի ընտրողներին։ Խնդրում եմ հիշեցնեք ինձ մի դեպք, չեմ ուզում, երկրորդը, երրորդը չեմ ուզում, մի դեպք, որտեղ Բարգավաճ Հայաստանը գոնե մեկ անգամ մի օրենք փորձի բերի ազգային ժողով իր ամբողջ տարիների ընթացքում 2005 թվականից 4 թվականից սկսած մինչև 20 թիվը մի օրենք բերեր մտցներ ազգային ժողով, թե ինչպես հաղթահարել աղքատությունը, ինչպես օգնել գյուղացիներին, չեք գտնի։ Նա միշտ խոստումով մտել է ազգային ժողով ու վերջ։ Աղքատություն վերացնող մարդը միլիարդներ փող չեր դնի կազինո սարքեր, հասկանում եք, այդ աղքատություն վերացնող, ցանկություն ունեցող վերացնող մարդը։ Լավ դուք սիրում եք ձեզ, որ խաբեն ու համոզեն, որ իրենք կարող են ձեզ փրկել, լավ մի անգամ խաբեն, լավ, երկու անգամ շատ լավ, 100 անգամ շատ լավ, 200 անգամ անդադ խաբվելուց հետո նորից ասես համաձայն եմ խաբի ինձ, անհասկանալի է։ Կարաք պատասխան տաք, հանուն ինչի եք ընտրել իրան։ Կուզենայի լսել այդ պատասխանը։ Գանք Հայաստան դաշինքին։ Լավ, Քոչարյանը ինչ ա եղել, ինչ չի եղել անցյալում, այդ արդեն գիտենք։ Վերջի 5 տարին այդ կուսակցությունը ուներ մի ծրագիր Նիկոլ Հերացի, մտավ ազգային ժողով, 5 տարի մեր աչքի առաջ եղել է 21 թվից մինչև 26 թիվը։ Նրա միակ ծրագիրն եղել է հեսա թեժ գարունա գալի, հեսա թեժա մարա, թեժաշունա, թեժ ձմեռա, թեժ։ Եվ 5 տարի սիրելի ընդդիմություն ընտրողներ, ձեր աշխատավարձները ստացան, ձեր հարկերի շնորհիվ իրանք իրենց գումարները ստացան, գնացին տուն ձեզ ականջները անդադ լսելով հեսա թեժա լինելով։ Ու դուք նորից վերցնեք իրանց ընտրեք, որ ինչ անեք։ Լավ ընտրել եք, ինչի եք ընտրել։ Լավ ոնց կարելի է այդքանից հետո, ախր հասկանում եք, որ այդ մարդիկ վրալու են, ասեն սրանք անինքնասեր են, հորը սարև։ Սրանց գլխին ինչ բերեցինք, էլի մեզ ընտրեցին։ Անինքնասեր են հրա սրանք։ Հասկանում եք, որ սա ձեզ են ասելու։ Լավ, չեք ուզում ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Գիտեք ինչ խորամանկ ու աֆերիստորեն նրանք իրական ընդդիմությանը կործանեցին։ Ասենք օրինակ Արման Բաբաջանյանի, Շիրինյանի կամ Արամ Սարգսյանի կուսակցությունները վերկացան ասին Արամը քուրիկն է Վազգենի։ Այսինքն մարդը, որ հայհոյող չի, վիրավորող չի, լկտի բառապաշար չունի եւ բարեպաշտ մարդ է, ուրեմն նա տղամարդ չի։ Այսինքն ձեր կրթական ցենզը այնքան է իջել, որ եթե ձեզ չեն հայհոյում, ձեզ չեն վիրավորում, մինչև ձեր ոսկորների ծայրը ձեզ չեն անարգում, դուք այդ մարդուն համարում եք ղզիկ։ Արա դե որ քֆուրով չի խոսում հետս, դե որ ինչ չի վիրավորում, դեն ինչ տղամարդ։ Այդքան իջել է ձեր կրթական ցենզը, ժողովուրդ, որ դուք Արամ Սարգսյանի կուսակցությանը Արամ Սարգսյանին համարում եք քուրիկ։ Ինչի համար։ Իր բարեպաշտության ու բարոյական խոսվածքի համար։ Իսկ Վազգեն Սարգսյան ծնող մայրը կարող էր վատ որդի ծնել դեմս Արամ Սարգսյանի։ Մարդու, որ քաղաքականության մեջ թեկուզ
մտած, բայց ազգային ժողով չանցած, բայց մարդը մեծ ներդրումներ փորձեց բերի Հայաստան եւ դեռ շարունակում է բերի, պայքարում է Հայաստանի համար, ստեղծում է Հայաստանի համար իր հնարավորության սահմանում բարենպաստ պայմաններ, իր հնարավորության սահմանում, ավելին չէ, կամ տարբերակներ առաջարկում։ Այսինքն, եթե դուք մտածում եք, որ հայհոյող չի, վիրավորող չի, մարդ չի, դրա համար դոգ եք ընտրում։ Լավ, դուք չեք կարում տարանջատեք ժողովուրդ ջանես բարին ու չարը։ Դուք ախր անդադ գնում սատանայի պոշտն եք բռնում։ Ստի ու խաբեությունը, սուտն ու խաբեությունը վերցեցիք, բերեցիք նորից ազգային ժողով։ Խաբկանքը, կեղծիքը, ատելությունը բերեցիք ազգային ժողով։ Բոլորդ մեղադրում եք Փաշինյան Նիկոլին, ատելություն է սերմանում։ Մի հատ հələ այս ընդդիմությունը մտներումը դրեք կտրեք, հանեք, տեսեք ժողովուրդ էլ չի ատելու իրար, այդ ատելության մտնոլորտը իրանք են բերում, անընդհատ ներարկում են, և գիտեք ինչ են անում դա, ինչքան վատ, այնքան լավ, տարբերակով, որ այդ մարդիկ այնքան զզվեն, ասեն սովորական մարդիկ զզվեն, ասեն, ախպեր դե սրանց վաղտ լափում էին, թալանում էին, գրպում էին, չրփում էին, ինչ ուզում անում են, բայց սենց չէր, իհարկե տենց չէր, որտեղ իրանց ձեռն էր ամեն ինչը, իրանք էին կառավարում ատելությունը, չարությունը և ամեն ինչը, հիմա իրանք չեն կարող, իրանց ձեռքը մնացել այդ չարությունը, ատելությունը, իրանք մենակ դա են կարում մոբիլիզացնել, ու դուք նորից իրանց բերեցիք, մցրեցիք ձեր ազգային ժողով, մի հատ գնացեք հոգեբանի մոտ, ասեք մեր մոտ մարազմ առաջացել, մինչև վիրավորանք չենք լսում, ատելություն չենք լսում, միմյանց հանդեպ չենք ատելությամբ լցվում, չենք քնում գիշեր, այն սենց չի կարող լինի, պիտի տենց մի հատ չարություն լինի մեր մեջ, որ համարենք ինչ լավ է, կարանք քնենք, կամ ուժեղ Հայաստանին, բերեցիք կուսակցություն, ազգային ժողով, շատ լավ, ես հիմա հարց եմ ուզում ձեզ տամ, ոչ մի ծրագիր չեն առաջարկել, բացի 300,000 ադրբեջանցիներից, լավ հիմա ինչ են ձեզ առաջարկելու իրանք, հասկանում եք, 5 տարի նորից նույն բանն է լսվելու, Նիկոլ հեռացի, թեժ գարու, թեժ աշուն, ողջունում եմ ձեզ, կարող էիք հանգիստ քնել, չուզեցիք, շնորհավորում եմ ձեզ, ասելիքը սա էր, իսկ Հայաստանը պիտի ծաղկի ու բարգավաճի, որովհետև Աստված է, որ նրան առաջնորդում է, իմիջիայլոց, սա էլ ասեմ, իրոք Աստված լավ մարդիկ պատրաստել էր ձեզ համար, ցավալի է, որ դուք չընտրեցիք իրանց, ինչ անի Աստված, երբ որ դուք ընտրում եք սուտն ու խաբեությունը, դա էլ կստանաք, Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը։